մենք հեչ ուշադրություն չենք դարձնում մեր լեզվին, խոսում ենք ավելի պակաս, կատակներ ենք անում ու առանց հասկանալու, թե ինչքան լուրջ բան է դա ու թե ինչքան է սխալ բաներ խոսալը մեզ տանում կործանման։ Դրա համար ժողովուրդ ջան, Աստված ասում է Աստվածաշունչում, որ մենք պոտենցիալ կարանք կործանվենք։ Ես էլ առաջ շատ տենց ուշադրություն չէի դարձնում իմ լեզվին մինչև երեկան մի հատ sense բան պատահեց, որ ուզում եմ պատմել ձեզ։ Կարդում էի Հոբի գիրքը, եւ Հոբի գրքի ամենավերջում sense մի բան կա։ Չգիտեմ ինչքանով եք ծանոթ Հոբի գրքին Աստվածաշունչի 5 կտականից, եթե ծանոթ չեք, խորհուրդ կտամ կարդալ։ Հոբը արդար մարդ էր, եթե չեմ սխալվում, Աբրահամի ծորն էր ինքը, Եսավի զավակներից մեկն էր, Եսավն էլ Իսահակի տղեկից մեկն էր։ Ուրեմն այս մարդը շատ արդար մարդ էր, իրեն շատ ծանր տառապանքներ են ու հիվանդություններ են կատարվում եւ իր հետ, ես ամբողջ մանրամասները չեմ պատմում, եւ իր ընկերները, 3 ընկերներ, 3-ն էլ կարծում թագավորներ են լինում, գալիս են ու իր հետ խոսում են, ասում են կարող է սխալ բան ես արել քո կյանքում, հոբն ասում է չէ, բան չեմ արել, ախր արդար ծառայել եմ, բան, այն մեկն ասում է չէ, հաստատ մի վատ բան ես արել, ասես 41 գլուխ, 42 գլուխ է Հոբի գիրքը, ու այդ 3 իր ընկերները նստում են սկզբից 7 օր ձեն չեն անում, 7-րդ օրը Հոբը բերան բացում, սկսում է խոսալ, այս մարդիկ ասում են, ես կարող եմ մի վատ բան ես արել, Հելենայի կարող, ինչ խիակով վրա ասես տառապանքներ գալիս, Հոբն ասում է չէ, բան չեմ արել, սաղին հասել եմ, որ մեկին եմ առանց դատարկ ճամփու դրել, բան, ու այս մարդիկ ասում են, այս մարդկանց խոսացածները ոնց որ թե այտենց ոչ մի վատ բան չկա, էլի մարդը ասում է կարող է սխալ բան ես ասել, հաստատ երևի մի բան սխալ ես ասել, ճիշտ է մի քիչ դատելու աստիճան են գալի, որտեվ սա զարմանում են, ասում են, բախիակու է sense վատ բաներ կատարվում։ Եվ մեկ էլ հետաքրքիր մի բան, 42-րդ գլխի մեջ ամենավերջում, երբ որ Աստված խոսում է, ինքը ճիշտ ասած խոսում է ավելի մի 2 գլուխ ավելի շուտ, խոսակցության մեջ մտնում է Տերը եւ սկսում է խոսել, բայց ինքը էլի չի բացատրում, թե Հոբի հետ ինչի են տենց վատ բաներ կատարվել, բայց հարցեր է տալիս լիքը Հոբին, Հոբը ասում է ես հալվեցի, ես բավարարվեցի, տեսա իմ տիրոջը, Հոբը լրի բավարարվում այնտեղ, բայց Տերը շուռ է գալիս այս 3 մարդկանց, 3 թագավորներին, որ Հոբի ընկերներն էին եկել են իրան մխիթարելու, ասում է դուք իմ ծառա Հոբի մասին ճիշտ բաներ չասեցիք։ Ու ասում է եթե սա նրա համար չլիներ ու նրա խաթեր չլիներ, ոնց որ, ասում է ես ձեզ կործանած կլինեի։ Ասում է գնացեք Հոբին խնդրեք, ամեն մեկը 7 հատ զվարակ եւ 7 հատ խոյ, տվեք Հոբին, թող Հոբը զո մատուցի ձեր համար եւ աղոթի ձեր համար, որպեսզի ես ձեզ ներեմ, եւ իրանք գնացին տենց արեցին Հոբը զո ամատուցում, աղոթում է այդ իրան 3 ընկերների համար եւ Աստված ասում է ներեց նրանց մեղքերը։ Ես էսի որ կարդացի 3, ասես մտածում եմ, ասում եմ, այսինքն այս մարդիկ ռոձի ոչ մի վատ բան այտենց չէին ասել, մեր խելքով էլի, իմ կարճ խելքով։ Բայց Աստված ասում է, որ եթե էսի Հոբի համար չլիներ, ես ձեզ հիմա կործանած կլինեի դրա պատճառով։ Ու ես սկսեցի հիշել ու մտածել, թե ինչքան լուրջ բան է ափեղ-ցփեղ խոսալը, ինչքան լուրջ բան է այդ կատակներ անելը, ես շուտվանից եմ ասել, որ ես արդեն կշտացել եմ ու զզվում եմ, երբ որ իմ մոտ մարդիկ այտենց կատակներ են անում, մարդը մի հատ հիմար բան է ասում, մեկին կծում է, մեկի հետևից մի բան ասում, դες ինչ ես այս բան ասում, կատակ արեցի, ոնց որ ատմասկալ լինի, էլի, ոնց որ սենց ուզենաս դու քեզ մի հատ արդարացնել, կատակ արեցի, իսկ ով ասես, որ այդ կատակը լավ բան է, հա, ես հիմա ձեզ ուզում եմ կարդալ Աստվածաշնչից մի քանի հատվածներ, թե ինչքան լուրջ բան է լեզուն զսպելը եւ ինչ բարիքներ ունի լեզուն զսպելը եւ թե ինչ կործանարար բան է եթե դու լեզուդ շահ տաս ու խոսած բաներ որ դու մտածես որ այսրա մասին ոչ մի բան չի լինելու ու գիտեք որ մարդուն ասում ես դասի մեղ կա մի գործի այս մեղքը մի գործ ասում ինչի դրա համար դժոխք եմ գնալու ես ինչ գիտեմ գնալու ես թե չես գնալու ես մինչև հիմա մտածում եմ որ տենց թեթև խոսալու համար չես գնա դժոխք բայց Աստված ասում է եթե սա Հոբի համար չլիներ այդ խոսքերի համար ես ձեզ կործանած կլինեի հիմա եկեք ես հիմա ձեզ կարդամ Աստվածաշնչից այդ մասը եւ հետո կարդամ թե Աստվածաշունչը Աստուծո խոսքը ինչ է ասում լեզուն զսպելու մասին եւ դա ինչպես է արվում եւ սուրբ մարդիկ ինչպես էին աղոթում դրա համար Ես շատ եմ խնդրում սիրելի ժողովուրդ, այս ձայնագրությունը կիսեք ձեր էջերին, ցույց տվեք ձեր երեխեքն էլ թող տեսնեն, ձեր ամուսինները կամ ձեր կանայք կամ ձեր ծնողները կամ ձեր երեխեքը, բարեկամները, որպեսզի մենք հասկանանք, թե ինչքան լուրջ բան է սա եւ եթե մենք կարողանանք մանավանդ այս մեծ պահքի շրջանում սրա դեմը գոնե մի քիչ առնենք, մենք ինչքան բան շահած կլինենք եւ ինչքան վերքերը մեր եւ անձնական
եւ ազգային ու պետական կսկսեն բուժվել, որովհետեւ Աստված կտեսնի, որ այս ժողովուրդը մի բան է անում։ Խնդրում եմ ձեզ, ցույց տվեք մարդկանց, որպեսզի մարդիկ իմանան այս բաների համար։ Ուրեմն եկեք սկսենք կարդալ Հոբի գրքից այդ կարճ հատվածը, հա։ Ուրեմն նայեք, ես ձեզ հիմա կարդում եմ ամենավերջի գլուխը, 42-րդ գլուխը, մի այսպիսի հատված։ Երբ Տերը Հոբի հետ այս բաները խոսեց, Աստված ասաց Եղիփաս թեմնացուն, այդ 3 հոգուց մեկն էր. Մեղք գործեցիր դու, նաև քո 2 բարեկամները, քանի որ իմ առաջ ճշմարիտ բան չասացիք, ինչպես իմ ծառա Հոբը։ Բայց հիմա 7 զվարակ առեք եւ 7 խոյ գնացեք իմ ծառա Հոբի մոտ ու թող նա ողջակե զանի ձեզ համար։ Իմ ծառա Հոբը թող նաև աղոթի ձեզ համար, քանի որ եթե ես նկատի ունեցած չլինեի նրան ու նրա համար չլիներ այս, ես արդարև կորստի մատնած կլինեի ձեզ։ Ինչ? Ես արդարև կորստի մատնած կլինեի ձեզ։ Մի քանի ավել պակաս բաներ խոսալու համար, կամ էլ որ գիրքը կարդում ես, այս մարդիկ ոնց որ թե ասում են, թե կարող է այս բանը վատ է սարել, հաստատ այս բանը վատ է սարել բան։ Սենց բաների համար այսքան խիստ է, պարզվում է, որ այո, եւ սա նշանակում է, որ մենք պետք է շատ լուրջ լինենք այս ամեն ինչի մասին։ Եվ ասում է Եղիփաս թեմնածին Բաղդադ սոքեցին ու սոփար մինեցին, գնացին ու արեցին այնպես, ինչպես Տերն էր հրամայել իրենց, եւ թողություն շնորհվեց նրանց մեղքերին հանուն Հոբի։ Տեսնեք ժողովուրդ ջան, ինչքան լուրջ բան է այս ամեն ինչը։ Հիմա եկեք ձեզ Աստվածաշունչից կարդամ մի քանի հատվածներ։ Օրինակ, դուք գիտեք, որ շատախոսությունը հաստատ մեղքի է տանում, որտեղ շատախոս անող մարդը հաստատ մեղք կա գործում։ Մի բան ավել պակաս կասես։ Օրինակ, Առակաց գրքում 10-րդ գլխում Աստծո խոսքն ասում է. շատախոսությամբ չես խուսափի մեղքից, շուրթերդ եթե զսպես, իմաստուն կլինես։ Հետո գիտեք, որ եթե դու լուռ ես մնում խոսակցության ժամանակ, դու իմաստուն մարդու տպավորություն ես թողնում։ Օրինակ, առակներում ասում է, որ անմիտ մարդուն հարցրին, թե ինչ է իմաստությունը, եւ նա գտնում է արդյոք, որ իմաստություն կա, անմիտ մարդուն հարցրին սա։ Նա պապանձվեց եւ կարծեցին, թե իմաստուն է։ Այսինքն, դաժե եթե անմիտ մարդը սուս մնա, այն մյուս մարդիկ մտածեն կարող է, այս ինչ իմաստուն մարդ է։ Ուրեմն մենք պետքա ոնց ենք զսպում իմաստությունը, մենք պետքա սովորենք, ոնց ենք զսպում մեր լեզուն, մենք պետքա սիրենք ավելի շատ լուր մնալ, քան թե խոսել։ Օրինակ Հակոբոս Առաքյալն ասում է. «Իմ սիրելի եղբայրներ, իմացեք այս բանը, թող ամեն մարդ արագ լինի լսելու մեջ, ծանր խոսելու մեջ եւ ծանր բարկանալու մեջ»։ Հետո դուք գիտեք, որ մենք այս ամեն ինչից տեսնում ենք, որ մեր խոսքերը շատ մեծ ներգործություն ունեն, շատ մեծ ազդեցություն ունեն, բայց մենք դա չենք հասկանում, հա։ Օրինակ, միշտ կատակներ են կանում առանց հասկանալու, թե այդ ինչքան լուրջ է այդ բանը։ Օրինակի համար տեսեք, մեր Տեր Հիսուս Քրիստոսը սրա վերաբերյալ ինչ է ասում է Մատթեոսի ավետարան գլուխ 12-ում է ասում 36-37-րդ համարում։ Բայց ասում եմ ձեզ, թե մարդիկ իրենց խոսած ամեն դատարկ բանի համար դատաստանի օրը հաշիվ պիտի տան, որովհետև քո խոսքերով պիտի արդարանաս եւ քո խոսքերով պիտի դատապարտվես։ Ժողովուրդ ջան, մի բարի գործ արեք։ Վերջ տվեք այտենց անմիտ կատակներ անել կամ ընդհանրապես վերջ տվեք այդ կատակներն անելը։ Ուրախանալու ուրիշ բան է, բայց կատակ անել ինչ որ հետո ասել վայ կատակ արեցի, այդ դրիվ տարբեր բաներ են։ Հետո դուք տեսեք, թե ինչքան լուրջ բան է լեզուն զսպելը։ Դրա համար սուրբ մարդիկ այսպես էին աղոթում, հա, օրինակ Դավիթը Սաղմոսներում ասում է 140, ասում է. «Պահապան դիր Տեր իմ բերանին եւ ամուր դուր իմ շրթներին, որ սիրտս չհակվի չարության խոսքին, մեղքի պատճառ դառնալով անօրենություն գործող մարդկանց նման, ես նրանց հաճելի բաներին չեմ հաղորդակցվի»։ Տեսնում եք, սուրբերն ասում են Տեր պահապան դիր իմ շուրթերին ու իմ լեզվին ամուր դուր դիր, որպեսզի չհակվեմ մեղքի նկատմամբ։ Ուրեմն պետք է աղոթել, որ Աստված օգնի այս ամեն ինչի համար, եւ տեսեք ինչպես զսպել լեզուն։ Պողոս Առաքյալը գրում ասում է. «Եթե ձեր խոսքը թող լինի միշտ լի Տիրոջ շնորհով, որպես թե աղով համեմած լինի, որպեսզի դուք իմանաք, թե ինչպես պետք է պատասխան տաք յուրաքանչյուրին»։ Եփեսացիներին գրում ասում է. «Ոչ մի տգեղ խոսք ձեր բերանից թող չելնի, այլ միայն բարի խոսքը, որ շինիչ է եւ օգտակար, որպեսզի շնորհով լցվի նա, ով այն լսում է»։ Հիմա տեսնում եք, սիրելի ժողովուրդ, ինչպես են մարդիկ զսպում իրենց լեզուն։ Դուք ես սովորեք այս պահքի ընթացքում, սա շատ լուրջ բան է, եւ քաղցր խոսքեր խոսեք, շնորհքով խոսեք, շատ մի խոսեք, սովորեք լուր լսել, նույնիսկ եթե ձեզ թվում է, թե պատասխանը գիտեք, որպեսզի հեռու մնանք կործանումից։ Դե լավ եղեք, Աստված օգնական ու բարի օր բոլորին։